Բարև ձեզ։ Ճիշտն ասած, իմ կարծիքով կարևոր հարց պետք է բարձրաձայնեմ։ Խոսքը վերաբերում է մեր բնակչության առողջությանը։ Երեկ դեպի Սևանա լճի ավազան էի գնում մեքենայով ու հանդիպեցի հերթական անգամ ասֆալտ անող մարդկանց։ Շատերը, ովքեր անցել են այդ ասֆալտ անելու կողքով, վստահաբար զգացել են, թե ինչ սարսափելի, անտանելի հոտ է գալիս ու թույների, այդ թունավոր նյութերից զգացողությունը բոլորդ էլ ունեցել եք։ Բայց այս մարդիկ երևի թե ոչ առաջին, ոչ վերջին անգամ այդ ասֆալտի հետ աշխատում են։ Չգիտեմ ինչքան գումար են վաստակում, բայց որևէ ձևով իրենց առողջությանը չեն հետևում, չեն պաշտպանվում։ Ու հետո էլ մենք զարմանում ենք, սա էպիզոդներից մեկն է, բայց կարևոր էպիզոդ է։ Իմ մեղքը այդ մարդիկ գալիս են։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչու են ուռուցքով հիվանդները շատ, դե տղամարդկանց մոտ գիտեք, հիմնականում թոքի եւ շագանակագեղձի ուռուցքն է տարածված։ Դեռ չասեմ, որ այդ կանի հետ մեկտեղ մի հատ էլ ծխում են։ Ծխախոտի մասին առանձին թեմա է, մի օր կզրուցենք։ Բայց այդ մարդիկ փաստացի շնչում են այդ ասֆալտի թունավոր հոտը, թունավորվում են։ Հետագայում իրենց ստացած այդ մի քանի կոպեկը կամ գուցե միլիոնները իրենց չեն օգնելու, որ բուժվեն, փրկվեն ու իրենց ընտանիքները մնալու են անտեր։ Այս նյութով ես կնշեմ իհարկե առողջության ու աշխատանքի ոնց որ թե տեսչական մարմինը, առողջապահության տեսչական մարմնին, եւ ես պահանջում եմ, որ աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմինը մարդկանց ուղարկի մի հատ ուսումնասիրեն արագի մեջ, որտեղ այնտեղ չեմ կարծում շատ ուսումնասիրելու բան կա, թե այդ մարդիկ ասֆալտ անողները ինչ են շնչում ու ձեռնարկի միջոցներ այդ մարդկանց առողջությունը պաշտպանելու համար պարտադրի, որ ասֆալտ փռող կազմակերպությունները ինչ-որ շնչառական սարքեր տրամադրեն, դա կլինի ֆիլտրով դիմակ, թե դա կլինի հատուկ ֆիլտրներով հակագազ, ինձ համար կարևոր չի, այդ մարդկանց համար կարևոր չի, կարևորը նա է, որ այդ մարդիկ ուրեմն անվտանգ ձևով աշխատեն, դա ձեր պարտականությունն է, տեսչական մարմին, դա իմ պարտականությունը չի, բայց ինչպես ես տեսնում կամ դուք դրանից բան չեք հասկանում, անգրագետ ու տգետեք, կամ հասկանում եք դիտավորյալ ձեն չեք հանում, բայց ասենք այդտեղ խիպիտի էլի դուք դիտավորյալ ձեն չհանեք, ինչ են արել այդ մարդիկ, կամ ինչ արել է ժողովուրդը ձեզ, որ դուք այդ աստիճան թքած ունեք այս մարդկանց առողջության վրա։ Հետևաբար ես պահանջում եմ, որ առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմինը զբաղվի ասֆալտ փռողների առողջությամբ, պարտադրի միջոցներ ձեռնարկի, բերի հանի դնի թղթի վրա ասի այս մարդիկ պիտի այսպիսի միջոցներով պաշտպանվեն, հա, ու հետևի, որպիսի գործատուն ապահովի տարրական կամ ոչ տարրական, լավ էլ այսպես բարձրակարգ անվտանգության միջոցներ այդ մարդկանց առողջությունը առավելագույնս ապահովելու համար, հա։ Ես նայելու եմ, հետևողական եմ լինելու։ Գիտեք, ժամանակ չկա մեկ էլ նստեմ ինչ-որ նամակներ գրեմ։ Հենց այսպես բանավոր խոսքով համարեք, որ ես այս հայտարարությունը անում եմ որպես առողջանություն հասարակական կազմակերպության նախագահ, հանրայնորեն դիմում եմ ձեզ եւ լինելու եմ հետևողական։